Արդեն գրեթե 5-րդ օրն է շարունակվում է Իրանի դեմ պատերազմը, որ սանձազերծել են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը։ Պատերազմը ընթանում է բնականաբար նաև տեղեկատվական ինտենսիվ պատերազմի ուղեկցությամբ եւ ըստ այդմ շատ դժվար է գնահատել, թե ինչպիսին է իրավիճակը թե Իրանում, թե նաև Իրանի հարվածների պարագայում Միացյալ Նահանգների ենթակառուցվածքների, ռեգիոնալ ենթակառուցվածքների առումով եւ ինչպիսին է իրավիճակը Իսրայելում դարձյալ Իրանի պատասխան հարվածների համատեքստում։ Անկասկած է, ինչպես արդեն առիթ եմ ունեցել նշելու, որ ուժերը պարզապես համեմատելի չեն, բայց այս պատերազմը բնականաբար չունի միայն սիմետրիկ դիմակայության բնույթ, այն նաև զգալիորեն ասիմետրիկ պատերազմ է եւ ըստ այդմ կրկնեմ շատ դժվար է գնահատել, թե ինչպիսին է իրերի դրությունը հենց այդ ավելի լայն շրջանակի իմաստով։ Արժե խոսել թերևս այս պատերազմին առնչվող մեկ այլ հանգամանքի մասին, որն արդեն վերաբերում է Հայաստանին։ Ինչպիսին է Հայաստանի հասարակական ընկալումը Իրանի դեմ պատերազմի առնչությամբ։ Դատելով եղած արձագանքներից կարող ենք ասել, որ այստեղ զգալիորեն փորձ է արվում պատերազմը մատուցել որպես պատերազմ ժողովրդավարության եւ բռնապետության միջև, պատերազմ ժողովրդավարության հաղթանակի համար։ Եթե առաջնորդվենք իհարկե տեսական ուսումնական ձեռնարկներով, ապա կստանանք այսպիսի պատկեր կամ կգանք այդպիսի եզրակացության։ Բայց եթե առաջնորդվենք քաղաքականության գնահատմամբ եւ իրական քաղաքականության ելակետերով, ապա կարող ենք եզրակացնել այն, որ այսպիսի մատուցումը կամ չափազանց միամիտ է ինքնին, այսինքն միամիտների պատկերացում է, կամ ինչը առավել հավանական է, նախատեսված է միամիտների սպառման համար։ Թե ինչու է փորձ արվում Հայաստանի հասարակությանը համոզել կամ մատուցել, թե սա ժողովրդավարության հաղթանակի համար բռնապետության դեմ մղվող պատերազմ է, սա թերևս առանձին խոսակցության առարկա է։ Բայց կրկնեմ, այն, որ այս խոսակցությունը նախատեսված է միամիտների սպառման համար, թերևս անկասկած է հենց մի հանգամանքից իսկ ելնելով։ Նույն Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, որ մատուցվում են որպես այս պատերազմի ժողովրդավարական կողմ, ժողովրդավարության հաղթանակի համար պատերազմող կողմ, այդ պատերազմում հենվում են իրենց պատկերացումներով եւ գնահատմամբ ոչ պակաս բռնատիրական կամ ամբողջատիրական, ոչ պակաս ոչ ժողովրդավարական երկրների վրա, ինչպիսին արաբական երկրներն են, ծոցի արաբական երկրները, որոնք Միացյալ Նահանգների տասնամյակների գործընկեր կամ դաշնակից են դե ֆակտո, հենց նաև այն հաշվարկով, որ անհրաժեշտության դեպքում այդ երկրները պետք է լինեին հարթակ Իրանին հարվածներ հասցնելու համար։ Մենք տեսնում ենք, որ տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները այս երկրների հետ չի ունեցել որևէ խնդիր ժողովրդավարության հետ կապված այդ երկրների ներսում հարաբերությունների համակարգի, բնույթի, այդ երկրների կառավարման տրամաբանության հետ։ Սա պարզորոշ վկայում է, որ ժողովրդավարությունն այստեղ ընդամենը ինչ-որ խորագիր է, իսկ գործնականում հասկանալի է, գործ ունենք քաղաքական շահերի, տնտեսական, աշխարհաքաղաքական, աշխարհտնտեսական մղումների եւ պայքարի հետ, որտեղ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը սպասարկում են իրենց շահերը եւ ձգտում են այդ շահերն առաջ տանել հիմա արդեն պատերազմի միջոցով։ Մենք իհարկե սա կարող ենք գնահատել ամենատարբեր կերպ, բայց այստեղ պարզ աշխարհաքաղաքականությունն է եւ մեծ հաշվով որևէ խոշոր աշխարհաքաղաքական խաղացող իր վարքագծով եւ տրամաբանությամբ տարբեր չէ։ Բոլորը օգտագործում են ձեռքի տակ եղած հնարավորությունները իրենց շահերը առաջ մղելու համար։ Անկասկած է, որ զուտ դիվանագիտության դաշտում Միացյալ Նահանգները առնվազն չէր կարողանում շրջանցել Իրանի խնդիրները։ Դիվանագիտական process-ում Միացյալ Նահանգները նկատելիորեն զիջում էր Իրանին, եւ դրանից ելնելով է, որ ձեռնմուխ են լինում արդեն պարզապես ուժի գործոնը կիրառելուն, որովհետև համարում են, որ այդտեղ է իրենց առավելությունը։ Կրկնեմ, մենք կարող ենք սա տարբեր կերպ գնահատել, բայց սա է իրական քաղաքականության շատ դաժան երեսը։ Բայց մենք պարզապես իրավունք չունենք սպառել այն միամիտ մատուցումը կամ միամիտների համար նախատեսված մատուցումը, թե այստեղ ժողովրդավարության պայքարն է բռնատիրության դեմ։ Թե ինչու է Հայաստանի հասարակությանը փորձ արվում մատուցել այսպես իրավիճակը, կրկնեմ, սա առանձին խոսակցության առարկա է, բայց սա ևս կարող է տեղավորվել հենց
ինֆորմացիոն պատերազմի տրամաբանության մեջ, որովհետև այս պատերազմը իսկապես ունի ոչ միայն սիմետրիկ դիմակայության բաղադրիչ, այլ նաև շատ ավելի լայն աշխարհաքաղաքական շահերի և մոտիվների շրջանակ ներառող մի պրոցես է, որը բնականաբար իր էությամբ զգալիորեն նաև ասիմետրիկ ծավալումներ ունեցող պրոցես է։ Եվ այս իմաստով է, որ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի հասարակությունը չհայտնվի այս պատերազմի առնչությամբ թյուր ընկալումների և թյուր ըմբռնումների որևէ ծուղակում, ստանալով այսպիսի պարզունակ և միամիտ մատուցումներ։ Միևնույն ժամանակ այստեղ արժե խոսել նաև այս պատերազմում Հայաստանի համար թերևս ամենաէական հանգամանքի մասին, որը դարձյալ որոշակի նենգափոխումների է ենթարկվում կամա թե ակամա, ինչ-որ դիտավորությամբ կամ պարզապես ինչ-որ համոզումներից ելնելով։ Օրինակ, երբ խոսվում է այն մասին, որ ներկայիս պատերազմը լուրջ մարտահրավեր է նաև Հայաստանի համար և Իրանի գործնականում փլուզումը կամ Իրանի կառավարման համակարգի փլուզումը չի բխում Հայաստանի շահից, շատերը փորձում են այս ձևակերպումները նենգափոխել և մատուցել որպես, այսպես ասենք, ոչ ժողովրդավարական, բռնատիրական հանցավոր ռեժիմի պաշտպանություն, որ կա Իրանում իրենց գնահատմամբ և իրենց կարծիքով։ Կրկնեմ, այստեղ ես բացարձակապես չեմ ուզում գնահատել ինչպիսին է Իրանի ներքին համակարգը։ Սա ի դեպ ևս շատ էական խոսակցության առարկա կարող է լինել այդ համակարգը, երբ դիտարկենք ընդունված, կրկնեմ, այդ ուսումնական ձեռնարկների տրամաբանությունից դուրս։ Որևէ մեկը չի կարող խոսել, որ Իրանում բաց հասարակության, ազատ հասարակության համակարգ է։ Սա հասկանալի է, կլինի բացարձակապես անտրամաբանական։ Բայց իրանյան համակարգի տրամաբանությունը իսկապես ուշադրության արժանի է և իսկապես դուրս է այսպես կոչված այդ ուսումնական ձեռնարկային գնահատականներից, բայց կրկնեմ, սա գուցե առանձին խոսակցության առարկա է։ Այսպիսով, երբ փորձ է արվում խոսել, որ այդ համակարգի փլուզումը սպառնալիք կարող է լինել նաև Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրի տեսանկյունից, գալիս է կամ բերվում է այդ նենգափոխումը, թե այդպես կարծողները կամ այդպես գնահատողները բռնատիրության ջատագովներ են։ Իրականում պատկերը այս իմաստով կարծում եմ շատ ավելի պարզ է։ Հայաստանին պետք է կայուն և կառավարելի Իրան, որովհետև եթե Իրանում բազմազգ այդ երկրում փլուզվում է կայունությունը, փլուզվում է կառավարումը, առաջանում են բազմաթիվ լրջագույն մարտահրավերներ, պատկերավոր ասեմ կասետային ռումբի սկզբունքով, երբ պայթում է մարտագլխիկը, պայթում է ռումբը և հետո անկառավարելիորեն ցրվում են այդ կասետային բաղադրիչները, առաջացնելով սարսափելի ռիսկեր մարդկանց համար։ Եվ այս տեսանկյունից Իրանի փլուզումը, Իրանի կայունության և կառավարման համակարգի փլուզումը Հայաստանի անվտանգության միջավայրի համար կարող է ունենալ հենց կասետային ռումբի պայթյունի էֆեկտ, որովհետև բազմազգ այդ համակարգը կարող է կառավարվել այն տրամաբանությամբ, առավել ևս այսօրվա տուրբուլենտ աշխարհաքաղաքականության պայմաններում, որը կրում է կամ որը պարունակում է իրանյան ներկայիս կառավարման համակարգը, այն, ինչ ակնհայտորեն փորձ են անում փլուզել այս պատերազմով։ Մի կողմ թողնենք, թե ինչ է եղել Իրանում 40 տարի առաջ, 50 տարի առաջ։ Այսօր աշխարհում բացարձակապես այլ իրավիճակ է, այսօր աշխարհը բացարձակապես այլ տրամաբանությամբ ծավալվող զարգացումների միջավայր է և պատմական ու բախտորոշ շրջափուլում գտնվող, բայց միևնույն ժամանակ նաև դրանից բխող հսկայական տուրբուլենտությամբ։ Եվ այս պարագայում մենք իրավիճակը կարող ենք գնահատել հենց իրողություններից ելնելով։ Դա է պատճառը, որ մեր շահից բխում է Իրանի կայունությունը և կառավարելիությունը, իսկ դա ապահովել հնարավոր է ներկայիս կառավարման համակարգի պահպանությամբ։ Սա է ամբողջ հարցը, սա է այս պատերազմում Հայաստանի համար էական հանգամանքը, որը չգիտես ինչու փորձ է արվում հաճախ նենգափոխել, թե այստեղ ժողովրդավարության և բռնատիրության պայքար է կամ պատերազմ է ժողովրդավարության համար, և Հայաստանում ովքեր կարող են խոսել Իրանում կառավարման համակարգի պահպանման Հայաստանի շահերից բխելու մասին, ուրեմն խոսում են ժողովրդավարության և ազատությունների դեմ և կողմ են բռնատիրությանը։ Այս նենգափոխմանը տրվել պետք չէ։
ինչպես իհարկե ցանկացած նենգափոխման, առավել ևս, որ մենք այդպիսի ավելի ու ավելի շատ փորձերի կլինենք ականատես եւ ունկնդիր, հաշվի առնելով Հայաստանում արդեն նախընտրական բախտորոշ շրջանը։